մեզնից յուրաքանչյուրը շատ մեղք ունի։ Նա մենք բոլորս մարդը մեղավոր է։ Մեկին մի քիչ ավել, մեկին մի քիչ պակաս, իմ իհարկե ենթադրվում է, որ ավելի շատ։ Պայմանավորված է իմ պատասխանատվության չափով եւ իմ կարգավիճակի առանձնահատկություններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Գուցե իմ կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ եւ ընդհանրապես կարծում եմ, որ մեղքերից ազատվելու ամենաբանում 31-րդ Սաղմոսում ասում է, որ մեղքերս քեզ ցույց կտամ եւ անօրինությունս չեմ թաքցնի քեզնից։ Դա յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյայի համար պետք է լինի կրեդո մոտեցում, որովհետեւ մեզնից իմիջայլոց էլ ասեմ, որ փարիսեցիները ուզում էին փորձության ենթարկել, չէ՞, ուզում էին մարդուն դրթել նրան, որ նա ասի, որ ես անմեղ եմ, այսինքն բանի մեղքի տեսակետից անմեղ եմ, որովհետև դա ամենամեծ սրբա պղծությունն է, որ երբ որ որևէ մահկանացու ասի ես անմեղ եմ, այդ նշանակում է, որ ինքը իրան աստվածացնում է, հետևաբար ես մեղավոր եմ։